Լուսավոր Հայաստան կուսակցության արդյունավետ հանդիպումների շարքը շարունակվում է, եթե ուզում եք միասին ու հաստատուն քայլերով գնանք դեպի Լուսավոր Վանաձոր, միացեք փոփոխություններին։ Վանաձորի Տիգրանյան 1 և 3 շենքերի ու հարակից տների բնակիչների հետ հանդիպմանն ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու թեկնածու Հրանտ Այվազյանը։ Մենք գնալու ենք, ես գնալու եմ դեպի լավ Վանաձոր, այս թիմի հետ արագ եմ գնալու, ձեր հետ շուտ եմ հասնելու։ Եթե ուզում եք, որ միասին շուտ հասնենք այդ Վանաձորին, եկեք ամսի 2-ին որոշենք մեր ձայնը ճիշտ կողմնորոշվենք տանք ու արագ հասնենք, էլի ենք հասնելու։ Համատեղ ուժերով խնդիրների լուծման ու գործընկերային միջավայրի ձևավորման լավագույն միջոցը մարդկանց հետ անձնական ու անմիջական շփումն է։ Բնակիչները կորցրել են վստահությունը, հոգնել կեղծ խոստումներից և ցանկանում են շոշափելի փոփոխություններ տեսնել։ Լուսավոր Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը ընդգծում է այն առաջնային գործողությունները, որոնք պատրաստվում են անհապաղ իրականացնել։ Աստվածտա ընտրվեք, աստվածտա ընտրվեք։ Օրինակ ձեր առաջին քայլը որպես քաղաքապետ, ինչ եք անելու այս քաղաքի։ Մենք հանձնում ընդունում ենք անելու աուդիտով եւ գույքագրումով, որպես իմանանք նախ ինչ ենք հանձնում, ինչ ենք ընդունում։ Որովհետեւ մենք պետք է մի հատ գիծ քաշենք, հասկանանք ինչ ժառանգություն ենք ստացել այս քաղաքից, այս նախորդ իշխանություններից եւ սկսենք այս առաջնահերթություններից։ Դա է ժառանգություն։ Ասենք վատ արդյունք դել է արդյունք։ Այսինքն ինչ որ ստանալու ենք, դրանով սկսելու ենք աշխատել։ Ես չեմ գնում, ասենք, ինչ որ մարդկանց հետևից ընկնելու։ Իմ խնդիրը, իմ գերնպատակը քաղաքացիական։ Չէ, ես ասացի, որ մենք պետք է աուդիտ անենք։ Եթե աուդիտի արդյունքը կպարզի, որ ինչ որ չարաշահումներ կա, որի համար մարդիկ պիտի պատասխանատվություն կրեն, իրանք պիտի կրեն պատասխանատվություն։ Մեխանիզմը դա է, այլ տարբերություն չկա։ Քաղաքապետը անում և նրա ենթակայության հիմնարկներում աշխատող յուրաքանչյուր մարդ պետք է արժեք ստեղծի։ Ռեսուրսների խնայողության արդյունքում տնտեսված գումարը որևէ մեկին չի հասնելու։ Միակ գրպանը լինելու է համայնքային բյուջեն։ Բազմաթիվ ծրագրեր կան, որոնց իրականացման համար կստեղծվեն ողջախոհ պայմաններ ու առողջ միջավայր։ Այս երեխեքը մեղք է, աստի խաղամ, համի լավ, խամիա, որ պետք չի դարի։ Երեխեք մեզ հոտի մեջ են կանում, համի բացես աղբակից հետ։ 200,000-անոց քաղաքը մնացել է 70,000, ավելանալու փոխարեն 50% չի մնացել։ Դադարվում է ամբողջ հայրենիքը։ Ընդրուճանը սարեր ենք խոստանեմ, իսկ երբ գալիս է պահը, այս սարն իմն է, կացինը գվերեն, ծառը կդրեմ։ Եթե ուզում եք նույն բանը շարունակվի, այս ամենը չի գոհ եք, խնդիր չկա, գնացեք ընտրեք հանրապետական կուսակցություն։ Բնակիչները հետաքրքրված էին Լուսավոր Հայաստանի ծրագրերով և չնայած որ օրն արդեն մթնում էր, նրանք շարունակում էին նորանոր հարցեր ու մտահոգություններ հնչեցնել։ Վերջում թաղամասի բնակիչները լուսանկարվեցին Լուսավոր թիմի հետ։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։